Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, պարոն Պողոսյան, ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը իրավապահ ուժային բլոկի ղեկավարների պաշտոնանկությունների ժամանակ ազատվեց նաև իրեն այդքան նվիրված Արգիշտի Քյարամյանից, եւ ես այսօր ստացա այդ հարցի պատասխանը, ստացա այն ժամանակ, երբ որ դուք պատասխանում էիք իմ գործընկերոջ հարցին. Պարոն Պողոսյան, այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը եւ Արտուր Հովհաննիսյանը։ Ես ձեզ կոչ եմ անում կանգ առնել, իսկապես կանգ առնելու կոչ եմ ձեզ անում, որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ օրերս Նոր Նորքի թաղապետարանում, այստեղ նստած իշխանական падգամավորներից որևէ մեկը այդ համարձակությունը, այդ քաղաքական համարձակությունը չունեցավ, այդ բեռը իր ուսերին դնելու ու պաշտպանելու թաղապետին, բայց դուք լինելով քննչական կոմիտեի ղեկավար, այդ բեռը, այդ պատասխանատվությունը վերցրեցիք ձեր ուսերին։ Պարոն Պողոսյան, ձեր ելույթը, հարց ու պատասխանները կարելի է ամփոփել այս երկու լուսանկարների մեջ, այս երկու անորակ լուսանկարների մեջ, որովհետև այն արդարադատությունը, որ դուք իրականացնում եք, այս լուսանկարների նման անորակ է, պարոն Պողոսյան։ Ես Լիլիթին տեսել եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, 2 օր առաջ տեսակցել եմ իրեն, Լիլիթը այս նույն հագուստով էր գտնվում, պարոն Պողոսյան։ Այս նույն գիշերազգեստով էր գտնվում, հողաթափերով էր գտնվում, կնոջը բնորոշ ներողություն եմ խնդրում, ֆիզիոլոգիական վիճակում էր գտնվում։ 8 ոստիկաններ, Կումայրիի բաժնի ծառայողները, ներխուժել են Լիլիթի բնակարան, տարեց մոր 78-ամյա կնոջ ներկայությամբ, առանց թույլ տալու, որ կինը գոնե իր հագուստը փոխի, այլ բան չեմ ասում, առանց թույլ տալու, որ իր հագուստը փոխի, բերման են ենթարկել բաժին։ 2 օր շարունակ շուրջերկրյա ճանապարհորդություն են իրականացրել էլ հիվանդանոցներով, էլ ԶՊՎ-ով, էլ բաժնով, վերջին հանգրվանը եղել է Աբովյան քրեակատարողական հիմնարկը։ Պարոն Պողոսյան, դուք պետքա ուշադիր լինեք ձեր բառերի նկատմամբ։ Դուք այս ամբիոնից լինելով քննչական կոմիտեի ղեկավար, ասում եք, որ բազմաթիվ քրեական գործերով անցնում Լիլիթ Աղեկյանը, ես ընդմիջման ժամանակ հասցրել եմ ճշտել, բազմաթիվ քրեական գործերով չի անցնում Լիլիթ Աղեկյանը, դուք ասում եք, դուք Լիլիթ Աղեկյանին մեղադրում եք հանցագործության մեջ, եթե ես չեմ սխալվում, մեր երկրում դեռևս մարդուն հանցագործության մեջ կարելի է մեղադրել, եթե կա դատարանի ուժի մեջ մտած վճիռ։ Պարոն Պողոսյան, դուք օգոստոսին հանցանքների մեջ է մեղադրում պարոն Պողոսյանը Լիլիթ Աղեկյանին, հանցագործ է անվանում։ Դուք օգոստոսին, պարոն Պողոսյան, դուք օգոստոսին գործ ուղարկել եք դատարան, հետո ձեր ուղարկած գործի հետևից չեք գնացել։ Մինչև այսօր նիստ տեղի չի ունեցել։ Տուժողները, մարզի դատախազը եւ դատախազի տեղակալը հրաժարվել են իրենց կարգավիճակից։ Դուք այս պայմաններում կանգնում եւ այս բարձր ամբիոնից լինելով քննչական կոմիտեի ղեկավար հայտարարում եք, որ կինը անցնում է բազմաթիվ գործերով, ձևակերպումը ձերն է, եւ ասում եք, որ հանցագործ է ինքը։ Լուրջ եք ասում։ Քննչական կոմիտեի ղեկավարը իրավունք ունի նման հայտարարություններ անի։ Ես նորից եմ ասում, ԿՊ-կան падգամավորներ անգամ այդպիսի հայտարարություններ չեն անում։ Հիմա անցնենք մեր օրվա 2-րդ հերոսին, որի պաշտպանությունը դուք ստանձնեցիք։ Մի բան, որը իշխանության որևէ ներկայացուցիչ չի արել, բայց պարոն Պողոսյանը պետք է այդ ֆունկցիան վերցներ իր վրա։ Այս մարդու արարքը, նախ սկսենք նրանից, որ ծեծեր, լուրջ եք ասում, 15 հոգով մեկի վրա հարձակվում են թաղապետարանի շենքում, գործը հարուցվում է ծեծի հատկանիշներով, հա, որ հետո մեղմ պատիժ սահմանեք, ես անկեղծ եմ ասում, դուք ինձ պաշտպանեցիք այս թաղապետին, որ
Քիչ ամենում հավաքն եք արեմ Զավենի Հանրապետության կուսակցության խոսնակի պաշտոնին։ Կարող եք ճշտել, եթե ազատ է համատեղության կարգով նաև կարելի է ստանձնել խոսնակի պարտականությունները։ Հաջորդը Լիլիթ Աղեկյանի մասով եւս մի դրվագ։ Դուք ասում եք, որ խարդախության մեջ է մեղադրվում, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, երկու դրվագներով է գործը։ Պարոն Պողոսյան, մենք երկրի ղեկավար ունենք, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորություն ունենք, ով դատավորներին ասել է վնգստացողներ, հասկանում եք։ Երկրի ղեկավարը դատավորին ասում է վնգստացող, բայց էդ էլ քիչ է, կոչ արել, լինելով վարչապետ, արգելափակել դատարանների մուտքերը եւ ելքերը։ Ուզում եմ հասկանալ, խոչընդոտելը Լիլիթ Աղեկյանի, լրագրող Լիլիթ Աղեկյանի դատարանի դահլիճում արված տեսանյութն է, բայց երկրի վարչապետի կողմից դատարանի մուտքերը եւ ելքերը արգելափակելու կոչը չի։ Դա է ձեր արդարադատությունը։ Դուք տիկին Աննա Վարդապետյանի տեղակալն եք եղել, ձեր նախկին ղեկավարն ա եղել, ձեր շեֆն ա եղել, մի բան չեք սովորել տիկին Աննա Վարդապետյանից։ Մարդուն հարց են տալիս, ասում են տիկին դատախազ, սենց հոդված կա, հնարավոր է, որ սենց հոդվածով մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Դու դատախազն ես, դու մարդ ես, ով հանրային քրեական հետապնդում է հարուցում։ Ասում եմ, ես չեմ կարա մեկնաբանեմ։ Բայց դուք ստեղ իշխանական բոլոր արատները եկաք սրբագրեցիք, պարոն Պողոսյան։ Աշոտ Սիմոնյանի մասով հերքա մանիպուլացնեք։ Ամբողջ հանրությունը, այո, տեսել է, թե ինչա տեղ ունեցել Աշոտ Սիմոնյանի հետ։ Ինչա նշանակում, Աշոտ Սիմոնյանը չի եկել բողոք տալու, Աշոտ Սիմոնյանը շատ պարզ բան է ասել է կա մեղադրյալ, ասել են չկա մեղադրյալ, բա Աշոտ Սիմոնյանը պետք է այդ կապիկությունների մասնակիցը դառնալ, այսինքն, պարզ չի ելքի ինչեր լինելու այդ գործի, կամ ես ձեր նախկին ղեկավարին, տիկին Աննա Վարդապետյանին հարց եմ տվել, ասել եմ տիկին դատախազ, դուք բացառիկ հնարավորություն ունեք, իրավունք ունեք, լիազորություն ունեք, հանրային քրեական հետապնդում հարուցելու ոստիկանի նկատմամբ ձեր տեսած, աչքի տեսածով, այն տեսանյութերով, որոնք առկա են, ինքը դա կարող է անի, այսինքն դրա համար Աշոտ Սիմոնյանի քննչական կոմիտե գնալը պետք չի բացարձակապես, եւ այդտեղ տիկին Վարդապետյանը մեծ մանիպուլյացիա արեց, ասեց դե տեսանյութը ապացույց չի, հետո այդ տեսանյութը պետքա զննենք, որ ինքը դառնա զննված տեսանյութ, հետո նոր որոշում կայացնենք։ Պարոն Պողոսյան, սա է ձեր արդարադատությունը եւ վերջում, քանի որ ես հարց տալու հնարավորություն չունեցա, ես ձեզ պետքա հարցնեմ, թե ինչ եղավ ի վերջո այդ 1 տոննա կոկայինի գործը, պարոն Պողոսյան, ինչ եղավ այդ գործը, իշխանական պատգամավորները ընդդիմության վրա մունատ են գալիս, ասում են ոնց է Միրան Պողոսյանը 1 տոննա կոկային անցկացրել Հայաստան, հիմա ես եմ ձեր վրա մունատ գալիս, բայց ձեզնից ինչ իշխանություն, որ նախկին իշխանական ներկայացուցիչը, որը մի հատ է գտնվում է հետախուզման մեջ, 1 տոննա կոկային է անցկացնում Հայաստանի Հանրապետություն, նույնց եմ ասում, Հայաստանում ֆիզիկապես չլինելով, բայց ձեզնից ինչ իշխանություն։ Որևէ մեկը, հարցս հետևյալն է, որևէ պաշտոնյա, մաքսայինի որևէ աշխատող, անցնում է այդ գործով։ Ես գիտեմ պատասխանը, չի անցնում։ 1 տարին լրացել է այդ գործի, ոչ մեկ չի անցնում։ Այսօր որևէ մեկը կալանքի տակ չի գտնվում այդ գործով։ Մինչդեռ Լիլիթ Աղեկյանին դատավորին կոռուպցիոներ ասելու համար եկել են գիշերազգեստով ու հողաթափերով 78-ամյա իր խնամքի տակ գտնվող կնոջ ներկայությամբ հանել են իր բնակարանից ու 1 ամսվա կալանքի որոշում են տվել։ Սա է ձեր իշխանությունը։ Շնորհակալ եմ։ Նարեկ Գրիգորյան, համեցեք հաջորդ երեքի համար։